Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք արևելագետ կոնֆլիկտակբան պարոն Արսեն Խարատյանի հետ։ Ողջույն եմ պարոն Խարատյան, շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ տրամադրել եք ձեր ժամանակը մեզ։ Ես եմ շնորհակալ։ Քննարկելու ենք իհարկե այն ամենը, ինչ այսօր կատարվում է Իրանում, Իրանի շուրջ աշխարհում, բայց սկսենք ընդհանուր մինչ այս Իրանին հարվածելը Միացյալ Նահանգների կողմից այս հարվածները պետքարտուղար Ռուբիոն ասել էր հին աշխարհը արդեն չկա, հին աշխարհը մեր աչքի առաջ սրընթաց փոխվում է։ Հարցս հետեւյալն է, ի՞նչն է փոխվել կամ փոխվում ըստ Ռուբիոյի եւ ինչ գնով, ինչից ինչ է վերածվում։ Այստեղ պարզապես փակագծերում հիշեցնեմ, գուցե հենց սրա հետ կարելի էր դիտարկել Նետանյահուի այն խոսքերը հարվածներից հետո, արդեն դրանից հետո հարվածները եղան։ Նետանյահուն ասաց, որ մենք Թրամփի հետ փրկում ենք աշխարհը։ Դե կարծեք արձանագրվում է այն, որ խաղի կանոնները միջազգային իրավունքի տեսանկյունից, Միավորված ազգերի կազմակերպության դիրքերից ընդհանուր առմամբ քաղաքականություն մշակելու տրամաբանությունը էապես փոխվել է եւ հիմա դա ոչ միայն փոխվել է տեսական դատողությունների մակարդակում, այլև նաեւ կոնկրետ գործողություններով։ Դրա Վաշինգտոնի այս վարչակազմի երկրորդ անգամ իշխանություն գալուց հետո ակնհայտ դարձավ Վենեսուելայի օրինակով, որ կարծեմ ձեզ հետ եւս քննարկել ենք, այսինքն որոշել եմ ուրեմն մտնելու եմ, վերցնելու եմ եւ որևէ մեկի հետ հաշվի չեմ նստելու եւ իհարկե այժմ այնինչ տեղի ունենում Իրանում Իսրայել-ամերիկյան հարձակումը, որտեղ կրկին ընդ որում ոչ միայն ներքին օրենսդրությունը հաշվի չառնվեց, այլև որևէ մեկը չգնաց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին իսկ չհրավիրեց։ Հիմա Չինաստանն է հրավիրում այդպիսի բան, Ռուսաստանն է իրենց հետ եւ ընդհանրապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այն կազմը, որը որ կար, փաստացի այլևս վաղուց է քննարկվում, որ բավարար արդյունավետ չէ։ Եթե հիշելու լինենք, համանման իրավիճակներ ենք տեսել 2003-ին, երբ Միացյալ Նահանգները ներխուժեցին Իրաք, այն ժամանակ առնվազն գոնե ինչ որ գնում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, չնայած վետո էր լինում, հետո դա շրջանցելով էին գնում, բայց այսպես ասած ձևականորեն փորձ էր արվում պահել խաղի կանոնները։ Հիմա դրա վրա էլ ուշադրություն չի դարձվում, ընդ որում կրկնեմ, եւ ներքին օրենսդրության տեսանկյունից, այսինքն եթե երկիրը պատերազմի է գնում, ապա առնվազն պետք է գործադիրի աջակցությունն ունենա։ Այն ժամանակ Իրաքի պատերազմը սկսելիս Բուշը նույնը կոնգրեսում եւ սենատում խնդիրը քննարկում էր։ Հիմա սա էլ չի քննարկվում եւ հենց նույն Ռուբիոն նախորդին գնացել էր կոնգրեսում բացատրելու թե ինչ են անում եւ ինչով է դա տրամաբանված կամ ինչքանով է դա ամերիկյան շահերի մասին, որովհետեւ առաջնային խնդիրը, որ իրենք պիտի լուծեն, դա ամերիկյան ժողովրդին զեկուցելն է, թե ինչու է դա ամերիկյան շահի մասին։ Նախորդին նայում էին նաեւ հետազոտության արդյունքներ, 4-ից 1 ամերիկացի է աջակցում Թրամփի այս պատերազմը եւ նույնիսկ հանրապետականների 50%-ից մի փոքր ավելին է, որ կարծում է, որ սա ամերիկյան ժողովրդի համար անվտանգություն է բերում։ Բայց սա էլ մի կողմ դնենք, արդեն իսկ հայտարարվել է նաեւ, որ հավանականություն կա, որ այս պատերազմը նախատեսվածից ավելի երկար կարող է տևել, այսինքն եթե ի սկզբանե ասում էր 2-ից 4 շաբաթ, հիմա ասում են, որ կարող է երկարել, սա արդյոք ենթադրում է, որ պետք է նաեւ հետևակ մտցնեն երկիր, որովհետև Թրամփը նաև ուղիղ խոսում է հնարավոր ամերիկացի զոհերի մասին, իսկ այն պահից երբ թե ամերիկյան զինվորներ են զոհվում, իրավիճակը նաև ամերիկյան ներքին տրամաբանության մեջ փոխվում է։ Ուրեմն վերադառնալով ձեր առաջին հարցին, կարծում եմ հետևյալն է, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր տրամաբանությունը, որ աշխարհում գործում է եւ իրենք ամերիկացիները դա այլևս չեն թաքցնում եւ իրենք դա ասում են նաև անելով եւ կամ հայտարարելով, որ դա մենք չենք սկսել, դեռ Ռուսաստանն էր գնացել Ուկրաինայի դեմ պատերազմեր մղում աշխարհի տարբեր հատվածներում։ Սա պատերազմի թեմա է, թե սա ավելի լուրջ փոփոխության մասին է խոսքը։ Իհարկե ավելի լուրջ փոփոխության մասին է խոսքը, պատերազմը այս պահին դրա դրսևորումներից է։ Հենց դա է այսպես Թրամփի ձևավորած այս նոր խաղաղության խորհուրդ կոչվածը, որը չնայած կրկնեցին, որ սա ՄԱԿ-ին հակակշիռ չէ եւ ըստ էության ՄԱԿ-ից էլ պիտի փորձի մանդատ ստանալ, բայց ակումբներ են ձևավորում, ասում են, դե գիտեք ինչ աշխարհակարգը չի գործում, միջազգային հարաբերությունները այնպես ինչպես մենք պատկերացրել ենք մինչ այս պահը, ուրեմն արդյունավետ չէ, ուրեմն ձևավորում ենք մենք մեր ակումբները այն խմբերի, երկրների եւ
ուրեմն քաղաքական միավորումների հետ, որոնք համակիր են կամ այս փուլում միանում են մեզ։ Ուրեմն սա իրենց նոր աշխարհակարգի տրամաբանությունն է եւ դրա արվում է բացահայտ անթակույց այդտեղ այսպես է կամ մեզ հետ եք կամ մեր դեմ եք արանքում կարող են ինչպես ասում է տարբեր գույներ նույնպես լինել եւ շերտեր նույնպես լինել բայց բավականին բևեռացվում է աշխարհը եւ Միացյալ Նահանգները միանձնյա ոստիկանի ուրեմն այսպես ասած հանձնարարություն է ստանձնել, որտեղ որոշում է ով է ճիշտ, ով է սխալ եւ ըստ այդմ էլ գործողությունների հետ։ Այսինքն, եթե մենք պատասխանում ենք, թե ինչն է փոխվել, թվում է թե նրանք եւ իմ հարցների ինչ գնով ուժի գործադրմամբ, ուժի գերակայության հարցն է բարձրացվում այստեղ, նախ եւ երկրորդը, կարծեմ, եթե ես սխալվում եմ, ինձ կշտկեք իմ ասածը, կարծեմ դուք ոնց որ թե նշեցիք, որ համարվում է որ ֆորմալիզմի է վերածվել այդ նախկին կառույցները միջազգային, ֆորմալ բնույթ են կրում, բայց եթե այո, եթե ուզում են ասեն, որ միջազգային իրավունքի այդ մեխանիզմները լավ չեն աշխատում, չեն գործում, ապա ինչ են հակադրում, ավելի գործող կառույց են ստեղծել։ Առաջինը ուրեմն արդյոք ուժի գործադրումն է ուժի գերակայության հարցն է բարձրացել, ինչ գնով, այո, հենց այս պատերազմների իրենց թվում է, որ կարող են ճնշումներով, պատերազմներով, այսպես լրացնել, փոխել ինչ որ չգիտեմ ինչ ռեժիմ են ուզում այստեղ փոխել փաստորեն ամբողջ։ Այո, բացահայտացում։ Ոչ միայն պարագլուխներին, ոչ միայն լիդերներին, այլ ամբողջական համակարգ են ուզում երկրի։ Ասում են թեոկրատիա չի լինելու։ Թեոկրատիա չի լինելու։ Ասում են չի լինելու թեոկրատիա, սա է մեր խնդիրը, չեն թաքցնում, ընդ որում եւ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները երկար եւ տևական ժամանակ խոսվեց այն մասին, որ Իսրայելն է այս պատերազմի մեջ ներգրավել ամերիկացիներին, Թրամփը նախորդին Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց, ոչ հենց մենք էլ սկսել ենք եւ այո Իսրայելն էլ մեր գործընկերն է այս հարցում, այո ուժեղ ենք, ուրեմն պիտի այս խնդիրը լուծենք, իրենք արդեն տևական ժամանակ է չեն թաքցնում սա, դեռևս այս տարվա հունվար ամսից, դեռևս նախորդ տարվա հունիսից երբ 12-օրյա պատերազմներ արդեն իսկ սկսեցին խոսել այն մասին, որ ռեժիմի փոփոխություն ենք ուզում, պետական կառավարման կարգի փոփոխություն ենք ուզում, ասում էին այն մասին, որ կա ժողովուրդ բավարար Իրանի ներսում, որոնք որ դրանք պատրաստ են Իրանից դուրս տեսանք բողոքի մեծ ցույցեր, բայց դրա հետ մեկտեղ այո բացի ամեն ինչից չի թաքցվում նաև ռեսուրսային հետաքրքրությունները, որոնք ոչ միայն Իրանում, այսինքն ամբողջ Թրամփի ամբողջ փիլիսոփայությունը, եթե կուզեք, եղել է սա, ինչ ունեք դուք մեզ տալու ուկրաինացիների հետ խոսակցությունն էր նույնը, չէ, ասում էին բնական ռեսուրսներից ինչ ունեք։ Մեր ռեգիոնում նույնպես բնական ռեսուրսների հետ կապված հետաքրքրությունները չեն թաքցվում, եւ այո, Միացյալ Նահանգները Գրենլանդիան լավագույն օրինակն է դրա, ասում է այդ սառեցված նավթն ու գազը եւ մնացած ռեսուրսները եվրոպացիները չեն կարողանալու պահել, չինացիներն ու ռուսներն են մի օր տեր լինելու, եկեք մենք հենց հիմա տեր լինենք, վերջացնենք։ Այսինքն սա այնքան բացահայտ է արվում, որ այնտեղ երկար մտածելու շատ բան չի մնում, հա։ Հիմա եւ եթե ժամանակին Իրաքի պատերազմը օրինակ նաև ռեժիմի փոփոխության կամ ժողովրդավարության անվան տակ էր եւ բոլորի համար հասկանալի էր որ նավթն էական կարևորություն ունի այնուամենայնիվ չնայած դա բացահայտ չէր ասվում բայց հետո դրան հետևեցին այն գործընթացները որ տեսանք ամերիկյան գործընկերությունները սկսեցին նավթը վերահսկել բնականաբար եւ տարբեր հատվածներում ռեսուրսային հետաքրքրությունները խորացնել հիմա նույնը իհարկե բնականաբար հետաքրքիր է Իրանի բարագայում, բայց նաև քանի որ Իրանը ձևակերպվել է որպես Իսրայելի համար անվտանգային թիվ 1 ախոյան, ուրեմն նաև վերջնական գնում են իրենց խոսքերով ռեժիմի փոփոխության։ Մի բան, որ կարծես թե ըստ էության ծրագիր չունեն, այսինքն եթե օրինակ այսօր նախորդին կրկին խոսում էր այն մասին, որ նույն սխալը ինչ որ Բուշն է արել Իրաքում չեն քանելու, այսինքն գեներալներին գործից չեն քանելու, որ հետո գնան դառնան իսլամական պետության ուժը, պետական կառավարման համակարգի բյուրոկրատիային չենք դիպչելու, մենք ուզում ենք, որ Իրանի ժողովուրդը ինքը որոշի թե ով է ղեկավարելու, եւ այսպես անթակույց գուցե նաեւ սադրանքի տրամաբանության մեջ ասում է, դե տեսնենք գուցե ներսից ինչ որ մարդիկ կարող են լինել, հա, նկատի ունենալով, որ իրենք ինչ որ ծրագիր
ունեն շահի հետ կապված հարցերին թե արդյոք դուք նախատեսում եք շահին հետ բերել պատասխանն այն է որ գուցե ինքն էլ հետաքրքիր դերակատար կարող է լինել բայց ուղիղ աջակցություն չկա այսինքն այն ինչ 1953-ին ամերիկո-բրիտանական ուժերի կողմից Իրանում արվեց Մոսադեղին իշխանությունից հեռացրեցին եւ շահին բերեցին գոնե այս պահին Թրամփը չի ասում թե իրենք այդպիսի ծրագիր ունեն բայց նաեւ չէր ասում փետրվարի 28-ին երբ պատերազմ էր սկսվում հա այսինքն ակնհայտ էր որ ռազմական կարողություններ էին ուրեմն ավելացվում ծոցի երկրներում միջերկրական ծովում եւ ավիակիրների քանակի մասին հրապարակային իրենք էին խոսում նաեւ բայց նաեւ բանակցություններ էին չէ զուգահեռ ընթանում հիմա իրանցիները այդ են ասում մի կողմից բանակցում եք մյուս կողմից պատերազմ սկսեցիք ուստի այս տեսանկյունից մինչեւ վերջ պարզ չէ արդյոք ամերիկա-իսրայելյան այս պատերազմի ծրագրում կա նաև թե ինչ իշխանություն են բերելու եւ ինչ ձևով են փորձելու բերել եթե Իրանում գործող քաղաքական վարչակարգը կամ տրամաբանությունը պիտի փոխվի ուրեմն այս առումով շատ քաոտիկ վիճակ ենք տեսնում ենք նաև որ խոսք է գնում այն մասին որ կարող է քրդերը հետաքրքրված լինեն ինչ որ բաներ որտեղ Իրանի ներսում այլ էթնիկ խումբ որը էթնիկ տրամաբանությամբ ինչ որ բան պիտի սկսի կարծես թե չեն գտնում եւ այս պարագայում էլ շատ հետաքրքիր լինելու թե ինչ է լինելու քրդական գործոնի հետ որովհետեւ Սիրիայի քրդերն իհարկե ամերիկյան այս վարչակազմի հետ շատ խորը հակասություններ ունեն այն բանից հետո երբ Ռոջավան այո հերթական անգամ իրենց լքված եւ դավաճանված են զգում այն բանից հետո երբ Սիրիայի հյուսիսում 10 տարի գոյություն ունենալուց հետո եւ իսլամական պետության կոչվածի դեմ պայքարելուց հետո քրդերին թողեցին այսպես ասած Թուրքիայի հրի տակ, եթե կուզեք, հա, Հալեպից դուրս մղեցին, Ռաքքայից դուրս մղեցին դեպի հյուսիս-արևելք, Իրաքի եւ Սիրիայի քրդերը փորձեցին ինչ-որ լուծումներ գտնեն եւ մեծ հաշվով անարդյունք եւ հիմա եթե իրենք պիտի փորձեն Իրանի քրդերի հետ կապված ինչ-որ գործընթացներ հարուցել, կարծում եմ բավական բարդ է լինելու։ Այստեղ հետաքրքիր է նաեւ այլ խաղացողների դիրքավորումը հատկապես Թուրքիայինը, որը մինչ այս խոսել է եւ շարունակում է հայտարարել, որ իրենց դեպիանագիտական լուծումներն են ձեռնտու եւ իրենք Իրանի տարածքային ամբողջականության կողմնակից են, հենց նաեւ քրդերի պատճառով է սա արվում բնականաբար, բայց նաեւ տեսնում ենք, որ Իրանի հարձակումները կամ պատասխանը այս հարձակումներին առավելապես ծոցի երկրներին են վերաբերում եւ ոչ օրինակ Թուրքիայի ուղղությամբ, որտեղ Ինչիրլիկի ռազմաբազան կա այնուամենայնիվ եւ կամ Ադրբեջանի բնականաբար մեր ռեգիոնում մենք չէինք ցանկանա։ Կարծում եմ զգուշավոր են բավարար եւ կարծում եմ, որ քանի որ ֆորմալ ամերիկյան ներկայություն չկա, դա նաեւ այսպես ասած կարիք չի առաջացնում, որ սա արվի։ Նաեւ առավելապես թե Հորմուզի նեղուցի, եթե նայելու լինենք ծոցի այս հատվածը, այն երկրները, որտեղ ամերիկյան ռազմաբազաներ կան դեռևս սկսած 90-ականներից, դա Քուվեյթն է, Կատարն է, դե Էմիրություններն ու Սաուդյան Արաբիան բարձր, նրանք վաղուց պարտներներ են, նաեւ ձեռքի հասանելիության խնդիր կա։ Մի կողմից բալեստիկ հրթիռների մասին է խոսքը, մյուս կողմից 12-ից 15,000 դրոններով հարձակումների մասին է խոսքը, իսկ այնտեղ շատ մոտ է, եթե ես ժամանակին 2004-ին եղել եմ Իրանի հարավում, Քիշ կղզում, որտեղ եթե լավ եղանակ է կարող ես հակառակ կողմում Դուբայ տեսնել, հա, այսինքն այդքան մոտ է ծոցի այս երկրների հատվածը, բայց նաև տեսնում ենք, որ բավականին շատ վերլուծություն կա այն մասին, որ Իրանը փաստացի սխալ է անում այսպես անկանոն բոլոր ուղղություններով հարձակումներ իրականացնելով, որովհետև դա կոնսոլիդացնելու է նաև ծոցի երկրներին, եթե մինչ այդ իրենք ավելի զսպեին պահում իրենց։ Միացյալ Նահանգները դա հաշվարկել են, թե չէ, դա էլ պարզ չէ, այս քրդերին զանգը հեռախոսազանգը Թրամփի հեռախոսազանգը Իրանի քրդերի առաջնորդին եւ զրույցը արդեն ցույց է տալիս, որ կամ նախկինում չեմ կարծում, որ նախկին պլան են տեղում ոտի վրա պլան են մշակում եւ անգամ արդարացում արդյոք չեք համարում որ արդարացում էր նույն Թրամփի խոսքը որ եթե մենք չխփեինք մենք տենց բանակցում էինք Իրանի հետ այնտեղ իհարկե այնտեղ ասեց թե ինչպիսի մարդկանց հետ էր բանակցում ես հասկացա որ առաջինը իրենք կխփեին Բելարուսին հիշեցի հիշում եք Լուկաշենկոն նույնպես ասում էր եթե մենք չխփեինք Ուկրաինան էր մեզ խփելու այսինքն սա արդեն արդարացում է երկրորդ հատվածը եկեք առաջին հատվածը ուրեմն հին աշխարհը փոխվել է կարելի է ասել որ այո մենք ասացինք ուժի գերակայության մասին է խոսքը հարցը դրված է այսպես ինձ պետք է ես կարող եմ փոխել
կփոխեմ, ես կարող եմ վերցնել, կվերցնեմ։ Սա է հիմա ոնց որ հիմնական լեյտմոտիվը եւ Իրանի վրա մենք պետք է տեսնենք Իրանին իրենք կարող են մինչ այժմ ոնց որ թե կարողանում են նույն Վենեսուելայի իրենց կարծիքով հրաշալի օրինակը ցույց տվեց որ այո եթե կարող են ուրեմն պետք է վերցնեն Իրանում իրենք հաջողության կհասնեն թե չէ այդ տրամաբանությունն է գործում ինձ պետք է ես կարող եմ այսինքն այդքան ուժ ունեմ ես վերցնում եմ ես փոխում եմ որովհետև կարող եմ because I can because I can այստեղից համաձայն եք գալիս է երկրորդ այն հատվածը որ ես ասում եմ ֆորմալ բնույթ է արդեն գրում երկրորդ հատվածը դատավորները ովքեր են այսինքն միջազգային իրավունքի կառույցները ՄԱԿ-ի ամբողջ այդ անվտանգության խորհուրդը եւ մնացած այդ ամբողջ կառույցները փաստորեն դատավորի դեր չեն կարողանում կատարել որովհետև որևէ մեխանիզմ չկա, որով կարող են կանգնեցնել այս գործընթացը եւ չի եղել արդեն տևական ժամանակ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևեր, տարբեր մակարդակներում, ուրեմն դատապարտումներ, կոչեր եւ այլ չի աշխատում։ Ինչու՞ չի աշխատում։ Տևական ժամանակ է չի աշխատում, որովհետև մեխանիզմ չկա պատժելու։ Այո, լծակները Այն մեխանիզմներն էլ այս մեկ դատավորնով է, հա, այն մեխանիզմներն էլ, որոնք ժամանակին հենց նույն Միացյալ Նահանգների մեծ աջակցությամբ ձևավորվել է ինչպես օրինակ ուրեմն Հագայի միջազգային քրեական դատարանը Հռոմի ստատուտը ձևավորվել է, հետո ամերիկացիները չեն ռատիֆիկացրել դա, հետո ռուսները չեն ռատիֆիկացրել դա, հետո մնացած բոլորը թույլ երկրներին ստիպել են որպեսզի ռատիֆիկացնեն, որպեսզի իրենց եւ այս ամերիկացիներն էլ բերել են այս փաստարկը, այդ ինչ դատարան կարող է լինել, որ իմ գեներալին դատի օրինակ, հա, այսինքն այն ինստիտուտները, որոնք կոչված են եղել ռազմական հանցագործություններ կանխելու կամ ասենք դատա մեխանիզմ դառնալու որպեսզի դրանք բացառվեն, դրանք չեն գործում, որովհետև ուժեղներն այդտեղ իրենց այսպես ասած առանձնաշնորհյալ են համարում, այսինքն բոլորի այստեղ գործում է, այնտեղ ոչ, այսինքն երկակի ստանդարտների պակաս չկա, չի եղել եւ հիմա էլ ուղղակի քանի որ դա այդպես է, ավելի բացահայտ եւ ավելի անկեղծ են գործում, այսինքն ձևական, այսպես ասեմ, ձևականությունների հետևից այլևս չեն ընկնում, կարողանում եմ, անում եմ։ Հիմա այդ կարողանալ անելուց զատ դրա իրավական հատվածը մի կողմ դնենք, պետք է տեսնենք արդյոք կարողանում են, որովհետև մի պարագայում կարող է ստացվում է, մյուսում կարող է չստացվել։ Այսինքն իրենց հաշվարկն այն էր, որ եթե բարձրագույն ղեկավարությանը ոչնչացնեն կամ խաղից հանեն կամ սպանեն պետական համակարգը փլուզվելու է, բայց տեսնում ենք, որ այդպես չի։ Առնվազն գոնե մինչ այս պահը։ Մյուս տրամաբանությունը կարող է լինել այն, որ բավարար հանրային դժգոհություն կա Իրանի ներսում, որպեսզի բարձրագույն ղեկավարության հեռացումից հետո կարողանան ներքին հեղաշրջում անել, կարծես թե դա էլ դեռևս չի ստացվում, ավելին հակառակը հաջակցություն ուրեմն գործող քաղաքական համակարգի բազմահազարանոց ցույցեր ենք տեսնում, բայց կան երկու բևեռներն էլ երկրի ներսում, եւ այստեղ նաեւ շատ հետաքրքիր է թե ինչպես են պահելու այսօրվա գործող իրանական վարչակազմի ներքին խաղացողները, որտեղ այնտեղ էլ ամեն ինչ սև ու սպիտակ չէ, հա, այսինքն առանձին խաղացողներ կան, որոնք դերակատարներ են տարբեր ձևերով եւ նաեւ չի թաքցվել Ահմադինեջադն ինքն էր, չէ՞ ասում, որը բացվեց, որ նաեւ նրա հետն է, այո, այսինքն չէ, բայց ժամանակին ասում էր, որ մենք ուրեմն Մոսադին հետևելու բաներ էինք ձևավորում, ինստիտուտներ, բացվեց հենց Մոսադներ ներսում, հա, այսինքն Իրանի ներսում շատ վաղուց տարբեր այսպես հատուկ ծառայությունները հատկապես իսրայելական գործում են, աշխատում են եւ հետաքրքիր է լինելու տեսնել, թե այս պատմության հետ կապված երբ կավարտվի եւ հուսով եմ, որ ավելի շուտ կավարտվի, քան ուշ, որտեվ կարծես թե պատերազմը ձգվելու միտում է դրսևորում, ուրեմն նոր կպարզենք կհասկանանք, թե ներքին խաղացողներն ինչ են արել այս ընթացքում եւ ով ինչ դերակատարություն ունեցել։ Դե թիրախային սպանությունները վկայեցին այդ մասին, որ ներքին այո մեծ ցանց կա մատնիչների եւ ուրեմն եւ որոնք որ կոորդինացված գործում են կամ աշխատում են տևական ժամանակ եւ մենք դրա մասին կարող ենք ուղղակի այսպես դատողություններ անել, քանի դեռ իհարկե ինչ որ բաներ չեն բացվել, որտեվ մենք մեծ հաշվով բացի հրապարակային նյութերից որևէ այլ վերլուծություն անելու հնարավորություն չունենք։ Ավարտելով այս առաջին հատվածը, հին աշխարհը արդեն չկա, փաստորեն մենք ինչ բարձեցինք, իսկ ինչ կա։ Կա փաստորեն ուժի գերակայությունը եւ երկրորդը դատավորներ չկան։
այս պարագայում մենք, չգիտեմ, քաոսի մասին կարելի է խոսել, ինչ ձևակերպում կտակ աշխարհին, որովհետև հաջորդիվ մենք խոսելու ենք Հայաստանի մասին, որը շատ վստահ է իրեն այսօր զգում այս աշխարհում, կարծելով, որ փոթորիկը կարող է լինել ամբողջ աշխարհը փոթորկի եւ Հայաստանը իր կայունությունը կարող է պահպանել։ Ինչպես ենք բնութագրում, որպեսզի ավարտենք, ինչպիսին է այսօրվա փոխված կամ փոխվող աշխարհը։ Այո, կարելի է ասել, որ որոշ իմաստով քաոսային իրավիճակ ունենք, հատկապես այսպես ասած տաք կետերում, որտեղ հակամարտությունները շարունակում են մոլե գնել, բայց դրա հետ մեկտեղ չգիտեմ որքանով է կառավարելի քաոս, այսինքն օրինակ տևական ժամանակ խոսքեր գնում այն մասին, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում ուզում են կառավարելի քաոս ունենալ, միևնույն ժամանակ տեսնում ենք, որ օրինակ իրավիճակներ կարող են լինել, որ այդ քաոսը այնքան էլ կառավարելի չի, ամենալավ օրինակն Իրանն է, կրկնեմ, այսինքն հսկայական քանակի գեներալների եւ բարձրաստիճան պաշտոնյաների մահվան մասին է խոսք գնում, բայց չի քանդվում համակարգը, այսինքն խորքային պետություն կա, որն այնուամենայնիվ կարողանում է դեռևս ոչ միայն վերարտադրվել, այլև կառավարելի պահել իրավիճակը ներսում։ Մենք մի բան պիտի հիշենք, որ այնուամենայնիվ Իրանը տարբեր դրսևորումներով հազարամյակների պետականություն ունի եւ այն քիչ երկրներից է աշխարհում, որ անկախության օր չունի, որովհետեւ երբեւե որևէ մեկից անկախանալու խնդիր չի ունեցել։ Այս իմաստով մենք ունենք ուրիշ պետություն եւ ուրիշ մտածողություն, ժամանակային ուրիշ մտածողություն, այսինքն փուլերը, որոնցով իրենք անցել են, այդ թվում նաեւ ժամանակին արաբների հետ չձուլվելու համար շիիզմը ստեղծել են եւ չնայած աշխարհի 90%-ը տարբեր սուննի իսլամի հետևորդներ են, բայց իրանական ինքնությունը իսլամի ներսում ձևավորել է լրիվ ուրիշ ուղղություն, որտեղ չի ձուլվել։ Հիմա այդպիսի Իրանի հետ գործ ունենք, այդպիսի պետության հետ գործ ունենք, որն անկախ նրանից թե ով է այս փուլում կառավարում կամ ղեկավարում, շատ լավ պետականության, պատմության ինստիտուցիոնալ հիշողություն ունի։ Այս տեսանկյունից այն ինչ կարող է Մերձավոր Արևելքի որոշ այլ երկրներում, որոնք այնուամենայնիվ բրիտանա-ֆրանսիական գաղութներից են անկախություն ձեռք բերել 40-ականներին ու 30-ականներից սկսած, Իրանի պարագան տարբեր է։ Ուրեմն այս առումով թերևս այն կառավարելի քաոսը, որը պատկերացնում են Իսրայելն ու Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում, կարող է չգործել Իրանի դեպքում։ Հիշողություն ասեցիք, հիշեցի Իրանից վերջին օրերին արված հայտարարությունը, նա իր հարևան երկրներին, Թուրքիային, Ադրբեջանին, դե մենք էլ ենք հարևան երկիր, անվանումով չասեց, բայց դիմեց բոլորին, ասեց ուշադիր եղեք, մի օգնեք, հանգարց չլինի, թե օգնեք մեր թշնամիներին այս դժվարին օրերը կանցնեն, բայց մեր հիշողությունը չի անցնի, կմնա։ Այսինքն հիշողությունը նրանք վստահ են, որ կանցնի, դե դա կարող է իհարկե պրոպագանդիստական ձևակերպում լինել, բայց իրականում այո, հիշողությունը իրենց մոտ կուտակային է, այսպես ասեմ։ Եթե մենք շատ բան մոռանում ենք, շատ բան հետո վերհիշում ենք, ասում ենք, այս սենց արեց, սա մեր ընկերներ, հետո թշնամի դուրս եկավ, Իրանի մոտ ամեն ինչը սև է եւ սպիտակ։ Դե գիտեք, Իրանը կարևորագույն երկիր լինելով եւ մեծ համար կարևորագույն հարևան լինելով, հաշվի առնելով մեր մշակութային եւ պատմական կապերը այդ երկրի եւ այդ ժողովրդի հետ, այնուամենայնիվ միշտ չէ, որ մեր հարաբերությունները ամենալավ իրավիճակում են եղել, կախված նրանից, թե Հայաստանում ով է այդ ձեր ասած պրոպագանդիստական պատմությունը խրախուսել, ըստ այդմ հաճախ իրանցիներին մեր աչքերում նաև ուրեմն սևացրել են, այնուամենայնիվ Վարդանանցը հենց այնպես չէր գրվում Խորհրդային Միության շրջանում Դեմիրճյանի կողմից, չէին մոռանում Շահ Աբբասի բռնագաղթը 1604 թվի, որովհետև թույլատրված չէր թուրքերի մասին վատ բան խոսել, պարսիկը պիտի լիներ մեր թշնամին։ Այսինքն այս իմաստով մենք էլ գուցե հիշողության հետ կապված վերանայումների կարիք ունենք եւ նաեւ ոչ ամենավաղ անցյալում տեղի ունեցածի, այսինքն Իրանի հետ մենք ունենք շատ կարևոր խորը հարաբերություններ, բայց դա պիտի պայմանավորված չլինի վարչակազմերով, այլև Իրան-Հայաստան հարաբերություններով, եթե իհարկե մենք այդպիսի այս բարդագույն շրջանում կարողանանք, հուսով եմ, որ կկարողանանք մենք եւ մեր տարածաշրջանը, որտեղ մենք միայնակ չենք այս հարցում, այս պատերազմի որևէ փուլում
բացասական հետևանքներում ներգրավելուց։ Այո, իմ խոսքը սենց դրան էր վերաբերում, որ մենք պետք է վերանայենք շատ բան, վերաիմաստավորենք սուտը ճշմարտությունից, դեռ զատենք, կարողանանք մեր պատմության հետ կապված։ Ուզում եմ ասել, իսկ Իրանը այդպիսի խնդիր կարծես թե չունի իրեն համար, ամեն ինչ պարզ է, նա ինքը իրեն չի, ինքնախապեյությամբ չի հասցրել զբաղվել, կամ ամենայն դեպս ես գուցե սխալվում եմ, ես այդպես եմ կարծում։ Բայց եկեք նայենք ուրիշ բան էլի, այսինքն ինչ է նշանակում ինքնախապեյությամբ զբաղվել կամ չզբաղվել։ Երբ իրար շատ տարբեր փուլեր է անցել 20-րդ դարում, երբ 53-ից 70-ականներ նայեք, Իրան-Իսրայել հարաբերությունները ամենախորը հարաբերություններն էին Մերձավոր Արևելքում։ Հա, բայց մինչ հեղափոխությունը շահի օրոք Իրանն ու Իսրայելը ամենախոշոր պարտներներն էին մինչև 70-ականների սկիզբ, երբ շահն էլ սկսեց ասել, որ սա լավ չէ, հրյաները կարծես թե հավասարի չեն ուզում մեզ հետ խոսել։ Այդ հեղափոխությունը եղավ, բերեց կրոն, կրոնապետություն, թեոկրատիա, աշխարհում երկուսից մեկն է, մեկը Վատիկանն է, մեկը Իրանը այս պահին, երբ Հուրանն ու Շարյան են, հա։ Բայց Իրանը նաև հանրապետություն է, հետաքրքիր է, չէ՞։ Հանրապետություն է, բայց Իրանը սահմանադրորեն հանձնառություն ունի աշխարհում ճնշված ժողովուրդների դրատակ ներկայացի առնվում իսլամի մուսուլման երկրների բնակչությանը աջակցելու հանձնառություն ունի եւ այնինչ տարբեր այսպես այնինչ ամերիկացիներն ու Իսրայելը պրոքսիներ են անվանում եւ այնինչ Իրանը համարում է իր պարտներները Բահրեյնից մինչեւ Բեյրութ, հա, այսինքն այստեղ իր դիրքերը տևական ժամանակ ամրացել են նաեւ շիական համայնքներում աշխատելու արդյունքում, որտեղ շատ լուրջ հարվածներ է ստացել վերջին 2-3 տարիների ընթացքում Հեզբոլլահի Լիբանանում թուլացումը, Սիրիան կորցնելը վերջնականապես, այնուամենայնիվ Իրաքում, որտեղ մեծամասնությունը բնակչության շիա է, չունի այն ազդեցությունը, որ կուզենար ունենալ, Բահրեյնին էլ արդեն հարվածում է, հա, այսինքն դե Եմենն է մնացել միակ երկիրը այս հատվածում, որտեղ իրանական ուրեմն բալիստիկ հրթիռների հարվածներ չենք տեսել, ոչ միայն բալիստիկ հրթիռների, այլ նաև տարբեր ձևերով ազդելու փորձեր։ Բայց այս ամենը գալու է եւ հասնելու է միևնույն տնտեսությանը, արդեն իսկ տեսնում ենք Հորմուզի նեղուցի, Հորմուզի ջրանցքի փակելը շատ հարաբերական է ախր նավերը կանգնած այո, որովհետև այնտեղ կա նեղ 10 կիլոմետրանոց հատված, որտեղ նավերով կարողանում են փակել կամ հարվածներ են հասցնում, խնդիրներ կար Սուեզի ջրանցքում, Կարմիր ծովի հարավում, Եմենի հատվածում, որտեղ հիմա տեսեք, այս ամեն ինչը նաև անուղղակիորեն ազդում է համաշխարհային տնտեսության վրա կամ ուղղակիորեն ազդում է համաշխարհային տնտեսության վրա, նավթի գները 84-ից 86-ի են հասել, վերջին 5 տարվա մեջ անասելի բարձր գին ունենալով Ռուսաստանն է այստեղ շահելու էապես, որովհետև հիմա այսինքն սրա ազդեցությունը նաև տնտեսության վրա այսպիսի դրսևորումներ ունի, որովհետև Հնդկաստանն ու Չինաստանն արդեն բավական լուրջ խնդրի առաջ են կանգնել նավթի կարիքների տեսանկյունից եւ Ռուսաստանը լինելու է հիմնական տրամադրողը այս նավթի։ Ուրեմն թե որքան կտևի այս էսկալացիան կամ պատերազմը կերևա, բայց ինքը ուղղակիորեն ազդելու է համաշխարհային տնտեսության կառուցվածքի վրա եւ տարբեր խաղացողների վրա թերևս չհաշվարկված եւ դրական եւ բացասական ազդեցություններ ունենալու մի վերջին բան, այ որ ասում են աշխարհը փոխվել է եւ այլն, շատ է վերլուծվում իհարկե խնդիրը, որ միևնույն է հեռահար իմաստով Միացյալ Նահանգների համար թիվ 1 խնդիրը Չինաստանն է եւ այս ամենն արվում է նաեւ պատրաստվելու համար հետագա ապագա գործողություններին Չինաստանի հետ կապված։ Ուրեմն այս տեսանկյունից, եթե գլոբալ տրենդերն ենք դիտարկելու, ապա ամերիկացիների համար Իրանի այս պատերազմը բավական բարդ խնդիր է, եթե իրենք չկարողանան գտնել կամ հասնել այն նպատակներին, որոնք իրենց առաջ դրել են, որովհետև սա նաև Թրամփի ադմինիստրացիայի տեսանկյունից երևի մեծագույն խոչընդոտ է կարող է դառնալ հետագա անելիքների առումով։ Հերական նպատակը դուք նշում եք Չինաստանը։ Այո, հեռահար իմաստով, այո, եւ դա էլ չի թաքցվում մեծ հաշվով, այսինքն այո, բացահայտ խոսում են նախորդին կրկնեմ նայում էի Գերմանիայի կանցլերի ու Թրամփի համատեղ ասուլիսը, Գերմանիայի կանցլերը նոր Չինաստան այցեր ունեցել, նա էլ փորձում է հարցեր կարգավորել եւ երկուսն էլ դրական էին խոսում Չինաստանի հետ կապված, Թրամփն էլ ասում է, գիտեք, ես հարգում եմ Սի Ցինպինին եւ այլն, բայց մեծ հաշվով գիտենք չէ Թրամփի քաղաքականությունն ինչպիսին է, ասվում է մի բան, հաճախ արվում է շատ տարբեր բան։
Շնորհակալ եմ գովազ հայտարարենք եթերում եւ այնուհետեւ դիտարկենք թե այնուամենայնիվ այս փոփոխված աշխարհի խաղի կանոնների բարագայում ինչպես է իրեն զգում այսօրվա Հայաստանը կամ Հայաստանի ղեկավարությունը։ Գովազդի եթերում մնացեք մեզ հետ սիրելի հայրենակիցներ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Արսեն Խարատյանի հետ, կոնֆլիկտաբան արևելագետ։ Եվ այսպես, պարոն Խարատյան, եկանք հասանք Հայաստան, այսպես ձևակերպեմ, աշխարհի փոթորիկները, վերաձևավորվող աշխարհը եւ Հայաստանը։ Որքանով Հայաստանը կարող է իսկապես իրեն հանգիստ զգա։ Ռուբեն Ռուբինյանը ասում է, այնտեղ մեկնաբանելով լրագրողների, ի պատասխան լրագրողների հարցին այդ մեմը, որ քարտեզ էր, աշխարհը այսպես փոթորկում էր, Իրանում հրդեհներ էին, իսկ Նիկոլ Փաշինյանը կարկանդակ էր ուտում, նա ասեց դուք դա որպես բացասական եք դնում, իսկ մենք դա դրական ենք համարում։ Սա աշխարհը կարող է փոթորկել, իսկ Հայաստանը կայուն է եւ խաղաղություն է Հայաստանում։ Մենք տնտեսություն ենք զարգացնում եւ այլն եւ այլն։
Դե այս գոնե մինչև այս կետը գուցե քաղաքական մեծամասնությունը իրավունք ունի ասել, որ տեսեք արհավիրքներից մենք այս պահին գոնե զերծ ենք մնացել մեր անմիջական հարևանությամբ այս մասշտաբի ռազմական գործողություններն աննախադեպ չսիրած բառ է, բայց իսկապես աննախադեպ է, հա, մասշտաբները այս հարձակման հենց մեր ուղիղ անմիջական հարևանությամբ եւ դեռևս կարողացել ենք զերծ մնալ այս ամենի մեր երկրում եւ մեր երկրի վրա ազդելու։ Սա երկար կարող է չտևել, կախված նրանից թե ինչքան երկար է տևելու ընդհանուր առմամբ պատերազմը, բայց կրկնեմ, եթե նայելու լինեք, Իրանը նախորդ ուրեմն գովացից առաջ խոսում էինք այն մասին, որ Իրանն առավելապես հարավում է հարձակումներ իրականացնում եւ այն հատվածներում, որտեղ ամերիկյան ռազմաբազաներ կան, բայց օրինակ կրկնեմ Ինչիրլիկը չի դառնում դրա թիրախ Թուրքիայում, եւ ընդհանուր առմամբ դեպի հյուսիս դեռևս որևէ բան չենք տեսել։ Հիմա կայունություն կարևոր վիճակ Հայաստանում ցույց տալ, որ ոչինչ էլ չկա, չնայած լավ է, որ գոնե Անվտանգության խորհրդի նիստ արվեց նախորդին, բարձր որ սրա մասին է եղել դա, եւ պատերազմի սկսելու հաջորդ օրը առավոտից անվտանգային մարմինների եւ որոշ քաղաքական պատասխանատուների հավաքարվեց, որտեղ զեկուցվել էր ընդհանուր առմամբ իրավիճակի մասին, այսինքն ասել թե Հայաստանում որևէ բան չի քննարկվում, այդպես չի, բայց դրանց զուգահեռ իրենք էլ ասում են կյանքը խաղաղ է եւ շարունակվում է, հա, վարչապետն էլ Վրաստանում էր այցով, այսինքն այսպես կարծես ոչինչ տեղի չի ունենում մեր հարավում, ես չեմ կարծում թե նաեւ մյուս կողմից պետք է ինչ-որ այսպես ասած խոճապային տրամադրություններ ունենալ, այո, ծանր է վիճակը, մեզ համար ամենակարևոր 3 հարց կա, որպես Հայաստանի Հանրապետություն, մեկը ծոցի երկրներում մեր քաղաքացիներին հնարավորություն ստեղծել, որպեսզի վերադառնան հայրենիք կամ անվտանգ տեղերում լինեն, երկրորդը իրանահայության հարցն է, եթե այդպիսի խնդիր կա եւ եթե Իրանի հայությունը խնդիր է դնում կամ ցանկանում է դուրս գալ երկրից կամ կարիք ունի ուրեմն մեր աջակցության եւ երրորդը անմիջական մեր ուրեմն դիրքավորումն ու դիրքորոշումն է, որտեղ մենք պիտի առավելապես չեզոքություն պահպանենք որպես պետություն, անգամ այն իրավիճակում, երբ այո մենք Միացյալ Նահանգների հետ խոսում ենք օրինակ նաեւ այդ խաղաղության ֆորումի եւ չգիտեմ հետագա ծրագրերի հետ կապված, մենք պիտի ամեն կերպ զերծ մնանք այս պատերազմում ներքաշվելու հնարավոր այսպես ասած սադրանքներից։ Լավ է, որ նաեւ օրինակ պատերազմի նախորդին երևի ամիսների վերջին 2 ամսվա ընթացքում եւ չասեմ միակ բարձրաստիճան պաշտոնյայի այցը տեղի ունեցավ Թեհրան, պաշտպանության նախարարները այնտեղ սա նաեւ իջիկ դարձրեց այն բոլոր խոսակցությունները թե Հայաստանը Միացյալ Նահանգների կողմից պրոքսի է դիտարկվելու Իրանի դեմ գործողությունների ընթացքում, դրա մասին իմ ջարելած դուրեր էին տարածում նաև Թուրքիան, որն ամենահետաքրքիրն է, այսինքն իրենք իրենց ամերիկյան ՆԱՏՕ-ի անդամ լինել եւ Ամերիկայի հետ համագործակցությունը մի կողմ դրած ինչ որ միֆեր էին տարածում այն մասին, թե Վենսի այցից հետո քննարկվել է Իրանի դեմ Հայաստանի միջոցով հարձակում, ուրեմն այս առումով հիբրիդ կոչվածը հենց սա է, հա, երբ խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին եւ որոշ գործընկերներ դա դարձնում են բացառապես Ռուսաստանի մասին, ամենևին այդպես չի։ Այս դարում իսկ հատկապես մեր այն հարևանները, որոնց հետ բարդ հարաբերություններ ունենք, այնտեղից շատ են գալիս նման սադրանքներ եւ այստեղ պիտի զգույշ լինենք, իսկ թե Հայաստանը, այո, փաստացի իրենք կարող են ասել, որ դե պատկերացրեք, որ մենք մի փոքր այլ իրավիճակում լինեինք, երբ ուղիղ հակամարտության խնդիր ունենայինք, ստեղծված իրավիճակից ինչպես կարող էին օգտվել կողմերը, այսինքն այս տեսանկյունից եթե կուզեք գլուխ գովալու որոշ տեղ ունեն, բայց դա բացառապես այնպես չի թե հենց միայն մեր իմաստուն եւ հանճարեղ քաղաքականության գրագետ են գործում, իմաստուն չէ, բայց գուցե գրագետ ձևակերպում օգտագործում։ Այո, եւ մինչեւ այս կետը պաշտոնական մակարդակում, այո, ես կարծեմ, որ մինչեւ այս կետը պաշտոնական մակարդակում Հայաստանը ճիշտ դիրքավորում ունի եւ հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի, որովհետեւ իրավիճակը փոխվելու է ամեն օր, ամեն ժամ եւ անընդհատ, հա, այսինքն մենք տեսնում ենք, որ արտաքին քաղաքական գերատեսչությունն է ակտիվ խոսակցությունների մեջ, այդ թվում բոլոր պարտներների հետ եւ բնականաբար մենք թիվ 1 ուրեմն ազդեցություն կրող երկրներից ենք, բոլորը դա հասկանում են։ Շնորհակալություն, դուք կոնֆլիկտաբան եք նաեւ, ես դա հասկացել եմ եւ գիտեմ, որ հայ-ադրբեջանական եւ հանդիպումներին եւ այս վերջին շփումների տեղյակ եք ձեր գնահատմամբ
Կամ ինչ կարող եք հաղորդել մեզ, գնահատական էլ անգամ չեմ ուզում։ Ինչ ունենք այստեղ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման տրեք, եթե վերցնենք, գործընթաց վերցնենք։ Դրական ինչ ունենք, մտահոգիչ ինչ ունենք։ Ես 20 տարի ավել հայ-ադրբեջանական տարբեր մակարդակներով, հիմնականում հանրային դիվանագիտության, քաղաքասարակության, փորձագիտական եւ լրագրողական մակարդակներում, այո, ներգրավված եմ եղել տարբեր խոսակցությունների մեջ, դա գաղտնիք չի եղել եւ ոչ միայն ես Հայաստանում կա բավական ոչ փոքրաթիվ քանակի մարդիկ, որոնք որ այս գործընթացներում ներգրավված են եղել, եթե մինչեւ 20 թվականի պատերազմը մեր դիրքերն ավելի պինդ էին այն առումով, որ մենք էինք ուզում այդ խոսակցությունը, որպեսզի պատերազմի չգնանք, հիմա ադրբեջանցիներն ավելի հակված են նույնն անել, որովհետև իրենք էլ հասկանում են, որ եթե հիմա իրավիճակը չգնա դեպի բարելավման, ու բոլորը չէ, վստահ եմ, բայց կա այդպիսի տրամաբանություն այնտեղ, ուրեմն Հայաստանը կարող է մի օր վերադառնալ ռազմական ճանապարհով ինչ-որ լուծումների, բայց սա դնենք մի կողմ, Հայաստան-Ադրբեջան երկկողմում կարծես թե ունիկալ բաներ են տեղի ունեցել, անկախ նրանից, թե կրկնեմ, եթե հիմա մի պահ դնենք մի կողմ, որ մենք պարտվել ենք Ղարաբաղյան պատերազմում, 150,000 մեր հայրենակիցներ տուն են կորցրել, էթնիկ զտում է տեղի ունեցել եւ այդ մարդիկ հիմա Հայաստանում են եւ կամ ոչ միայն եւ այս իրավիճակում մեր պարտվածի դիրքերում խոսակցություն կա, որտեղ փորձ է արվում երկկողմ հարաբերություններում ինչ-որ կարգավորումներ գտնել, այդ թվում նաև հանրային դիվանագիտության միջոցով։ Մենք այստեղ ունենք նաև ունիկալ մեկ այլ իրավիճակ, չկա աշխարհում մի օրինակ, երբ որ պետությունները չունեն դիվանագիտական հարաբերություններ եւ խաղաղության պայմանագիր, բայց միջպետական հանձնաժողով է գործում։ Հայաստան-Ադրբեջան երկկողմ դեմարկացիա եւ դելիմիտացիայի հանձնաժողովն է, որը որ ավելի շուտ է ստեղծվել, քան դիվանագիտական հարաբերությունները, անդրամաբանական է թվում, բայց այդպես են, որ ինքը իսկապես երկկողմ է։ Խոսվում է կախված նրանից, թե իհարկե ինչպիսի ընդհանուր տրամաբանություն կլինի մեր հարավկովկասյան տարածաշրջանում, Ադրբեջանը մի քանի պատճառով մոտիվացված է Հայաստանի գոնե ցուցադրաբար ինչ որ բլոկադայից հանելու խնդրում, մենք տեսանք այդ բենզինի օրինակը, հացահատկի օրինակը, որը Վրաստանի միջոցով եկավ դեռևս, բայց նաև պայմանավորված է ուղիղ ամերիկյան 907-րդ բանաձևով, որը դեռևս շարունակում է գործել Ադրբեջանի պարագայում, որը 90-ականներին ընդունվել է, որովհետև Ադրբեջանը բլոկադա էր ենթարկում Հայաստանը, հիմա ամերիկյան կողմն ասում է, եթե ուզում է սահմանվի, ուրեմն բլոկադան պիտի վերացնես։ Մեկ եւ երկրորդը Վրաստանի որոշ վարկագծի պատճառներով տարիֆների բարձրացման արդյունքում որոշ process-ներ արագացան Ադրբեջանի կողմից եւս։ Հիմա որքան Ադրբեջանը հարկադրված է բացել ուղիները, ինչպես դուք դա նշում եք։ Հարկադրված, ասենք, գին կա դրա համար, այսինքն իրենք հետի հետարկրված են, հարկադրվածը մի քիչ բարդ է ասել, որ մենք չի հարկադրում, ասում են, ինչպես ուզում 907-ը լինի, արա սա, հա, այսինքն պարտադրանք չկա, բայց շահագրգռված է, հենց այդպես ճշգրիտ։ Կա մեկ այլ խնդիր, դա այն է, որ կախված նրանից, թե Իրանում տեղի ունեցող զարգացումներն ու պատերազմը ինչքան երկար կտևեն, ամերիկացիները կարող է բավարար հետաքրքրություն չունենան Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ, որտեղ զբաղված են լինելու լրիվ այլ հարցերով, եւ ես այստեղ մի քիչ անհանգստություն ունեմ, որովհետեւ հույսս այն էր, որ այնինչ թրիփ է անվանվել եւ այնինչ հայ-ամերիկյանով եւ երրակողմ Հայաստան-Ադրբեջան-Ամերիկայի միջով արվում է, այնտեղ պիտի արագ ներդրումային տրամաբանություն գործեր, այնտեղ պիտի արագ գործընթացները զարգանային, այդ թվում նաև երկաթգծերի եւ այլնի ներդրումները եւ կոմունիկացիաների վերագործարկումը։ Հիմա ամեն ինչ կենտրոնացած է Իրանի վրա եւ կարծես թե դեռևս պարզ չէ թե ինչքան է սա տևելու, ինչ դրսևորումներ է ստանալու։ Նախորդին տեսանք նաև դե ասում ենք Թեհրանն է տարբեր թիրախներ են խոցվում Իրանում, արդեն նաև հյուսիսում, Թավրիզի հատվածում որոշ հարցակումներ կան, ինչպիսի դեմոգրաֆիական փոփոխությունների վրա փոփոխություններ կարող են լինել, եթե Իրանով ենթակառուցվածքների օրինակ տեսեք Ադրբեջանը հիմա Նախիջևանի հետ կապ չունի այլևս Իրանի միջոցով փակել է հենց հաջորդ օրը մարտի 1-ին փակեցին, արդյոք սա կարող է խթան հանդիսանալ, որպեսզի մեր միջոցով արագանա գործընթացները եւ Ադրբեջանն ինքը հետաքրքրվածություն եւ շահագրգռվածություն ունենա, ուրեմն այստեղ գոնե եթե ոչ երկաթուղին, ապա ճանապարհների վերագործարկման տեսանք
տեսանկյունից բազմիցս ասել է, որ պատրաստ է։ Իհարկե, եւ այստեղ մենք ավելացնելու բան չպետք է ունենանք, բայց ես նկատի ունեմ մեր անմիջական հարաբերությամբ տեղի ունեցողի պատճառով դրա side effect կոչվածը, հա, դրա ածանցյալ ազդեցությունը կարող է լինել նաեւ նրա այն կարող է եւ դրական լինել այն իմաստով, որ շահագրգռվածություն եւ հետաքրքրություն լինի արագացնել Հայաստանի միջոցով եւ Հայաստանի հետ ենթակառուցվածքների ապաշրջափակումը, քանի որ կայունության լուրջ խնդիր կա Իրանում։ Դե մենք միշտ դիտարկում ենք, որն է այս պահին շահը Ադրբեջանի հարվածել Հայաստանին, նորից Սյունիքի թեման ենք բարձրացնում եւ ոչ միայն, թե շահն է խաղաղություն, գոնե ձևական խաղաղություն ցուցաբերել։ Ձեր գնահատմամբ։ Ես կարծեմ, որ Ադրբեջանն այս պահին չունի դրա հնարավորությունը, նկատի ունեմ ռազմական ագրեսիայով խնդիր լուծելու, քանի դեռ Թրամփի վարչակազմը կա եւ քանի դեռ գործող մեր կանոնակարգերը կան, այդտեղ հարկածախնդրություն կլիներ շատ մեծ եւ ես կարծեմ, որ այս տեսանկյունից եւ մասին խոսել ենք նաեւ նախկինում օգոստոսի 8-ը մեծամասամբ ապահովել է գոնե ամերիկյան այս վարչակազմի ընթացքում կայունությունը մեր ռեգիոնում։ Եվ վերջին հարցը, այո, մենք նավթի մասին խոսեցինք եւ ասացինք, որ նավթի գները բարձրանալու են եւ դա շահեկան է Ռուսաստանի համար։ Արդյոք այստեղից վտանգ չի սպառնում Հայաստանին, նույն թրիփի հետ կապված էր հարցս։ Վստահ չեմ, վստահ չեմ, թե սա ուղիղ կարող է ազդեցություն ունենալ Ռուսաստանի հնարավոր վարքագծի վրա Հայաստանում եւ կամ մեր տարածաշրջանում, առավելապես հարցն այն է, որ այդ նոր աշխարհակարգում, որտեղ տարբեր փոխկապակցված տնտեսական, գլոբալ տնտեսական գործընթացներ ազդում են միմյանց վրա, այստեղի դեպ ասեմ, որ Ադրբեջանի կարևորությունները ավելի բարձրանալու, հենց այդ նույն նավթի պաշարների տեսանկյունից միայն Ռուսաստանը չի, բայց Ռուսաստանը, որ գլոբալ շուկաներում բնականաբար ավելի շատ առաջարկելու բան ունի, այդ մասով իրենք շահեկան դիրքերում են հայտնվելու, իհարկե նաև ֆիզիկապես այդ ամենը պետք է հնարավոր լինի փոխանցել այն խոշոր երկրներին, որոնք դրա կարիքն ունեն։ Շնորհակալություն, ստացվում է, որ Հայաստանը իսկապես ժամանակ եւ հնարավորություն ունի կարկանդակ ուտելու։ Գուցե լավ ձևակերպում է, ես սա այդքան էլ չեմ սիրում, բայց ընդունված ձև է ասելու, ասում է պատմության ճիշտ կողմում լինել, հա, մտածենք Բայց մենք բոլոր կողմերում ենք եւ ոչ միտեղ։ Դե փառքաստու, բայց որ առնվազն պատերազմ այս պահին մեր դեմ ագրեսիայի հավանականությունը շատ մեծ չէ, կրկնեմ չմոռանալով, որ կախված նրանից թե որքան կարող է տևել Իրանի դեմ սանձազերծված այս պատերազմը, դրանից խուսափել երկար դժվար է լինելու։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցին։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Արսեն Խարատյանի հետ էի զրուցում, արևելագետ, կոնֆլիկտաբան զրուցվարում էի ես Գայանե Արաքելյանս, բարին ընձեզ։